Կատարենք ամբողջ թվերի գումարում, վարժություն 395, կատարիր գումարում և համեմատիր արդյունքները։ Աօրինակում, ինչպես տեսնում ենք, ունենք գրված -15 գումարած 24 և 24-ին գումարած -15, այսինքն գումարելիների տեղերը փոխված են։ Մենք պետք է հաշվենք այդ գումարները և համեմատենք արդյունքները։ -15 գումարած 24։ Մենք ունենք բացասական և դրական թվերի գումար։ Ինչպես ենք գումարում տարբեր նշաններով թվերը։ Սկզբում մենք պետք է տեսնենք, թե դրանց մոդուլներից որն է մեծ, այսինքն որ թվի բացարձակ արժեքն է ավելի մեծ։ -15-ը մոդուլով հավասար է 15-ի, մոդուլ 24-ը հավասար է 24-ի, այսինքն 24-ի բացարձակ արժեքը ավելի մեծ է։ Ուրեմն մեր արդյունքը կլինի պլյուսով, չնայած պլյուս նշանը չենք դնում։ Եվ հիմա մեծ թվի բացարձակ արժեքից հանում ենք փոքր թվի բացարձակ արժեքը, 24-ից հանած 15։ 24-ից հանած 15 հավասար է 9, ստացանք +9։ Պլյուսը կարող ենք չդնել, ընդհանուր առմամբ չենք դնում, միայն բացասական նշանն ենք դնում։ Հիմա 24-ին գումարելիների տեղերը փոխում ենք, 24-ին գումարած -15 և արդյունքը ստանալուց հետո կհամոզվենք, որ ամբողջ թվերի գումարման ժամանակ կրկին տեղի ունի գումարման տեղափոխական օրենքը և արդյունքները հավասար են։ 24-ին գումարած -15 պլյուս մինուս նշանները կդառնա մինուս 24 հանած 15 և հանման գործողությունը կատարենք, 24-ից հանած 15 հավասար է 9։ Ինչպես տեսնում ենք, ստացանք երկու արդյունքներն էլ 9, այսինքն ամբողջ թվերի գումարման ժամանակ գումարելիների տեղերը փոխելիս գումարը չի փոխվում։ Հիմա լուծենք B օրինակը։ -25-ին գումարած -36 և տեղերը փոխած -36-ին գումարած -25։ Երկու բացասական թվեր գումարելիս ստանում ենք բացասական թիվ։ Առաջին հերթին նշում ենք նշանը, բացասական նշանը և այնուհետև գումարում ենք այս երկու թվերի բացարձակ արժեքները։ -25-ը մոդուլով հավասար է 25-ի, մոդուլ -36-ը հավասար է 36-ի, այսինքն այս երկու թվերը գումարում ենք առանց բացասական նշանների, 25-ին գումարած 36, հավասար է 61-ի, նշանը դրել ենք, բացասական նշանը ստացանք -61։ Հիմա -36-ին գումարենք, կարող ենք այդ սկզբի բացասական թվի փակագծերը չդնել, գումարած -25, հավասար է, մինուս նշանը գրում ենք սկզբում և 36-ին կգումարենք 25, հավասար է 61-ի։
Վարժություն 407 Հաշվիր գումարը ըստ օրինակի։ Այս վարժության ներքևում տրված է օրինակ և ըստ դրա պետք է հաշվել այս օրինակները։ Ա օրինակը մինուս 11-ին գումարած մինուս 9 գումարած 16 գումարած մինուս 4։ Ինչպես հաշվենք այս գումարը։ Ինչպես տեսնում ենք, ունենք ամբողջ թվերի գումար, այսինքն այստեղ տվյալ դեպքում ունենք բացասական և դրական թվերի գումար։ Այժմ խմբավորենք բացասական թվերը իրար հետ և դրական թվերը իրար հետ։ Այստեղ ունենք 3 բացասական թիվ և 1 դրական թիվ։ Մինուս 11 գումարած մինուս 9 գումարած մինուս 4։ Բացասական թվերը իրար հետ գումարելը ավելի հեշտ է և հետո վերջում կգումարենք դրական թվին, ունենք 1 դրական թիվ 16-ը, հավասար է։ Մինուս 11-ին գումարած մինուս 9 գումարած մինուս 4։ 3 բացասական թվերի գումարը հավասար է բացասական թվի, մինուս նշանը նշում ենք, 11-ին գումարած 9 20, 20-ին գումարած 4 24, ստացանք մինուս 24։ Այսինքն բացասական նշանը սկզբում նշեցինք և վերցրեցինք այդ թվերի բացարձակ արժեքները։ Հիմա գումարենք 16։ Մինուս 24-ին գումարած 16 հավասար է, քանի որ մինուս 24-ի բացարձակ արժեքը ավելի մեծ է, քան 16-ի, այսինքն մոդուլ մինուս 24-ը հավասար է 24-ի, մոդուլ 16-ը հավասար է 16-ի, ուրեմն մինուս 24-ի նշանն ենք դնում, մինուս նշան և 24-ից հանում ենք 16, քանի որ ունենք հակադիր նշաններով թվեր, ուրեմն իրարից պետք է հանենք, 24-ից հանենք 16, կստանանք 8, ստացանք մինուս 8։ Լուծենք B օրինակը, կրկին բոլոր բացասական թվերը առանձին խմբավորենք և դրական թվերը միասին առանձին խմբավորենք։ 35 գումարած 6 և առանձին գումարենք բացասական թվերը մինուս 2 գումարած մինուս 15 գումարած մինուս 28։ Հավասար է 35-ին գումարած 6 հավասար է 41-ի գումարած մինուս 2-ին գումարած մինուս 15 հավասար է մինուս 17, մինուս 17-ին գումարած մինուս 28 հավասար է 45-ի, այսինքն մինուս 45-ի։ Հավասար է, ունենք դրական և բացասական թվերի գումար։ Մինուս 45-ի բացարձակ արժեքը ավելի մեծ է, քան 41-ի, բացարձակ արժեքը, ուրեմն նշանը կլինի մինուս, և 45-ից հանենք 41, հավասար է 4-ի, ստացանք մինուս 4։